Հրապարակը գրում է. Արագածոտնի թեմի առաջնորդի վեհափառի քրոջորդու Մկրտիչ եպիսկոպոս Պրոշյանի տեսակցությունները դեռ արգելված են։ Նրան կարող է տեսակցել միայն մայրը։ Մյուս հարազատներին ազգային ժողովի պատգամավորներին արգելված է, քանի որ նախաքննության մարմինն ընտանիք հասելով շատ նեղ մարդկանց շրջանակ է հասկանում։ Նույն կերպ Նարեկ Կարապետյանին արգելում են այցելել Սամվել Կարապետյանին, քանի որ եղբորորդին ընտանիք չէ։ Փակ են նաև Արշակ Սրբազանի այցելությունները, որը դեկտեմբերի 5-ից կալանավորված է։ Նրան կարող են այցելել միայն եղբայրը, Արարատյան թեմի հոգևոր սպասավոր Տեր Հակոբը եւ Տարեց մայրը։ Բաց են տեսակցությունները Բագրատ Սրբազանի համար, նախաքննության մարմինը թույլատրել է եւ Միքայել Սրբազանի համար, որի նկատմամբ արդեն առաջին ատյանի դատավճիռ կա եւ իրավունք չունեն տեսակցություններն արգելել։ Հրապարակը գրում է. 2026-ի ընտրություններին ընդառաջ ընդդիմադիրները տևական ժամանակ է, ինչ ակտիվ քննարկումների, բանակցությունների մեջ են, հնարավոր մեծ ճակատներով մասնակցելու շուրջ, բայց մինչ այս պահը որևէ միավոր չի ձևավորվել։ Ընդդիմադիրները որոշ փակագծեր կբացեն տոներից հետո։ Տեղեկություններ կան, որ Հայաստանի Հանրապետության առաջին նախագահի հակում ներքին քննարկումներում իշխում է այն դիրքորոշումը, որ դեմ չեն միավորմանը, բայց միայն իրենց առանցքի շուրջ։ Խոսակցություններ կային, որ ՀԱԿ-ը մեր ձևով շարժման հետ է նաև բանակցում, սակայն թերթին ասել են, որ չի ստացվել։ Իսկ Արման Թաթոյանի հետ համագործակցության էջը փակված են համարում, որովհետև վիրավորվել են ասուլիսում նրա արած հայտարարությունից, թե Փաշինյանին հեռացնելու միակ ճանապարհը Հայաստանի Հանրապետության 3 նախկին նախագահների չառաջադրվելն է։ 3 ՀԱԿ անդամների հետ չի հաջողվել խոսել, թեև Լևոն Զուրաբյանը բազմիցս է հայտարարել, որ քաղաքական տարբեր ուժերի հետ բանակցություններ են ընթանում, որոնք դեռ արդյունք չեն տվել։ Ժողովրդի աղբյուրները փոխանցել են, որ ազգային ժողովի քաղաքացիական պայմանագիր խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանի կողմից շքեղ առանձնատան գնման աղմկահարույց պատմությունը նոր զարգացում ունի։ Թերթի տեղեկություններով ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում Կոնջորյանի գործարքը ստուգման է ենթարկվում։ Քննարկվում է, առկա են արդյոք կոռուպցիոն բնույթի գործողությունների հատկանիշներ, թե ոչ։ Հետաքննող լրագրողները հրապարակել են տվյալներ, որոնց համաձայն Կոնջորյանը եւ կինը 2024 թվականի հուլիսին առինջում ձեռք են բերել առանձնատուն, որը հայտարարագրում ներկայացվել է 54 միլիոն դրամով, հիպոթեկային վարկով։ Նշվում է նաև, որ վարկը տրամադրել է Հայեկոնոմ բանկը։ Հետքը հաշվարկ է ներկայացրել, որ նույն կառուցապատողի հայտարարած գներով նման գույքի արժեքը կարող է ստացվել շուրջ 75.6 միլիոն դրամ, այսինքն տարբերությունը կազմում է մոտ 21.6 միլիոն դրամ։ 54 միլիոն դրամը պատահական թիվ չէ, քանի որ եկամտահարկի վերադարձի գործող մեխանիզմով հիպոթեկի մասով գործարքի պայմանագրային արժեքի համար առկա է 55 միլիոն դրամ շեմ հարկային արտոնությունից օգտվելու համար, այսինքն ստացվում է հարմարեցրել են տանգին այնպես, որ եկամտահարկի վերադարձ լինի շքեղ առանձնատան համար եւ Կոնջորյանն էժանով դառնա դղյակի տեր։ Հրապարակը գրում է. Արցախի քաղաքական եւ հասարակական կառույցները, ինչպես նաեւ շարքային քաղաքացիները չեն համակերպվում այն մտքի հետ, որ թեմի առաջնորդ Վրդանես եպիսկոպոսը դավաճանել է իրենց եւ Արցախին ու միացել 10 տիրադավներին, աջակցելով Նիկոլ Փաշինյանի եկեղեցաքանդ գործունեությանը։ Թերթը տեղեկացել է, որ Արցախի թեմական խորհուրդը շարունակում է ակտիվ աշխատանք տանել Մայրաթոռի հետ Արցախի հոգևոր առաջնորդին փոխարինելու հարցով։ Արցախցիներն այլևս նրան չեն ընկալում որպես թեմի առաջնորդ եւ ուզում են, որ առաջնորդ նշանակվի մարդկային ու հոգևոր բարձր արժանինքներ ունեցող մի հոգևորական։ Բանն այն է, որ Արցախի թեմում Վրդանես եպիսկոպոսից բացի այլ եպիսկոպոս չկա, որը պարտադիր պահանջ է թեմի առաջնորդի համար։ Թերթին ասել են, որ արցախցիները համաձայն են անգամ, որ հայաստանցի սրբազան դառնա իրենց թեմի առաջնորդ, օրինակ Բագրատ Սրբազանը։ Ժողովուրդը տեղեկացել է, որ քրեական սկանդալի կենտրոնում հայտնված ՔՊԱ-ական Լյուդվիգ Գյուլնազարյանը եւս առաջադրել է իր թեկնածությունը 2026 թվականի ընտրությունների ՔՊ պատգամավորական նախընտրական ցուցակում ընդգրկվելու համար։ Գյուլնազարյանին արդեն հրավիրել են ՔՊ վարչություն հարցաքննության ու մեծամասնությունը դեմ է եղել, որ վերջինս ընդգրկվի ՔՊ նախընտրական ցուցակում։ Թերթը փորձել է Գյուլնազարյանից պարզել, արդյոք ՔՊ վարչությունից արդեն ունի պատասխան, մերժել թե հաստատել են նրա թեկնածությունը։ Ես դեռևս տեղեկություն այդ հարցով չեմ ստացել, վարչություն հրավիրվել եմ, բայց դեռ պատասխան չունեմ, շեշտել է Գյուլնազարյանը։ Հրապարակը գրում է. ավելի քան կես տարի է ՔՊ-ում քննարկում են նախընտրական կարգախոսի հարցը, թե ինչ մոգոն են, որ հանրությանը կարողանան մոլորեցնել, մոռացնել տալ բոլոր արհավիրքները։ Կանգ են առել խաղաղության վրա, որը ըստ իրենց այսօր միակ աշխատող կարգախոսն է, եւ որին հանգել են հարցումների արդյունքում։
Համոզված են, որ Արցախի կորստից եւ մյուս աղվետալի իրադարձություններից հետո ժողովուրդը միայն մեկ բան է ուզում՝ խաղաղություն։ Թե ինչ տեսք ու ձևակերպում կունենա կարգախոսը, առայժմ քննարկվում է։ Սակայն մոտավորապես հետեւյալով են առաջնորդվելու, թե 2021-ին ասել ենք ապագա կա, ահա բերել ենք այդ ապագան՝ խաղաղություն։